Զրուցում ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Նախ կխնդրեմ ասեք, թե Գյումրու քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը հիմնականում ինչ տեխնոլոգիաներով է ընթանում, առհասարակ թեկնածուների քարոզարշավը ինչպես է գնահատում եւ արդյոք այս ընտրություններով ինչ որ քաղաքական process-ների մեկնարկ կտրվի Հայաստանում։ Սկսենք դրանից, որ տեխնոլոգիական տեսակետից բավականին ախտիկ է կամ նույն ստանդարտ տեխնոլոգիաներն են, որոնք որ նախկին ընտրություններում համանքային ընտրությունների ժամանակ կատարել, այսինքն հիմնականում բակային հանդիպումներ, այսինքն զանգվածային կազմակերպչական միջոցառումներ են իրականացնում, հանդիպելով բակերի հետ, ընտրողների հետ բակերում կամ այս կամ այնտեղ ուրեմն հանրավաճի անցկացում։ Իհարկե կա նաև ագիտացիոն գովազդային տեխնոլոգիաներ, երբ որ հոլովակներ են ցույց տալիս, գովազդային հոլովակներ են ցույց տալի։ Այսինքն դրանք ստանդարտ տեխնոլոգիաներ են, բավականին աղքատիկ են, ինչ որ լիարժեք չեն ներկայացնում։ Ընդունենք, եթե կա մոտավորապես պայմանական ասած 100 տեխնոլոգիա, այդ ամենը կիրառվում է 3-4-ը, որը նախկինում էր կիրառվել եւ դա ցույց է տալիս, որ ընտրական գործընթացի տեխնոլոգիական զարգացում տեղի չունենում։ Սա մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերում է նրան, թե քաղաքական ինչ որ գործընթացի մեկնարկ կլինի թե չէ, գիտեք, պետք չի խիստ գնահատել այս ընտրությունների նշանակությունը մի բաց պատճառով։ Միշտ պետք է իմանաք թիմ մարմինները կամ թիմ մարմինների ղեկավարները, որ ճիշտ է թե ասենք, միշտ իրենք նայում են, թե կենտրոնական իշխանությունը ինչ է ով է եւ ինչ քաղաքականություն է իրականացում եւ դասավորվում են ըստ կենտրոնական իշխանության քաղաքականության։ Մասնավորապես պայմանականորեն ասած, եթե վաղը Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ասենք, լինի Նիկոլ Փաշինյանը, այլ լինի մեկ այլ անձնավորություն, որը այլ քաղաքական ուժ է ներկայացնելու, ապա բնականաբար թիմ մարմինի ղեկավարները անմիջապես մեծ մասամբ քպից դուրս են գալու եւ փորձելու է լեզու գտնել նոր վարչապետի հետ, եւ եթե նոր վարչապետը լինի, ասենք, մարքսիստական կուսակցության ղեկավար, հավատացեք, թիմ ղեկավարների մեծ մասը կլինի ուրեմն մարքսիստական կուսակցության անդամ կդառնա կամ կհամարի, որ ինքը ամբողջ կյանքում մարքսիստ է եղել։ Սա իհարկե չկրտավոր իրար, բայց թիմ մարմինների ղեկավարները միշտ նայում են կենտրոնական իշխանություն կողմից վարող քաղաքականությանը եւ ով էլ որ լինի վարչապետ, նա թիմ մարմինները մաքրում է նախորդ իշխանության ներկայացուցիչներից, եթե նրանք իհարկե չեն այս կամ այն ձևով լեզու չեն գտնում նոր իշխանությունների հետ եւ իր մարդկանց այնտեղ նշանակում։ Դա 30 տարվա քաղաքականություն է, որ այսպես էլ ուրեմն շարունակում է։ Բացառությամբ երկրորդ նախագահի ուրեմն գործոնից, որը ով ու ժամանակ թիմ մարմինների տվյալը կալասել ազատականացում, բայց հատկապես երրորդ նախագահի ժամանակ սկսվեց տոտալ հանրապետականացման գործընթաց, հիմա նույնը փորձում է վարչապետը շարունակել տոտալ քպայականացման գործընթաց տանելով, մասնավորապես եթե անգամ իր տեխնացուն չի հաղթում, ինչպես վանաձորում եղավ, բանակ կալանավորում է, դեպակալվում է եւ ընդհանրապես վարչական, ամբողջ ռեսուրսը դրվում է, որպեսզի անպայման իր տեխնացուն անցնի այս կամ այն ձևով։ Ուրիշ բան է, հաջողում է թե չի հաջողում, այսինքն ասել, որ այսա ասենց խիստ անհրաժեշտ ճակատագրական ընտրություն է եւ ամբողջ այս ժողովրդի ճակատագիրը կախված է այստեղ կլինի Գյումրիում քաղաքապետ չէ, դա այդպես չի, դա բնավ այդպես չի եւ անգամ եթե ընդդիմությունն էլ հաղթի, մենք չենք կարող ասել, որ դեր երրորդ հարցին ենք պատասխանում, որ այդտեղից ինչ որ մի քաղաքական ուրեմն գործընթաց է մեկնարկել եւ ահա սկսվեց քայլերթը Գյումրից, ոչ մի բան չսկսվեց, կարևորը դա երկրի ազգային ժողովի ընտրություններն են, որը ձևավորում է գործադիր իշխանություն, հանրապետական գործադիր իշխանություն։ Իսկ թիմ մարմինները միշտ Հայաստանում այսպես աջանցյալ կառույցներ են եղել։ Պարոն Բադալյան, այդ դեպքում հետաքրքրվածությունը Գյումրիով այս պահին ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ քաղաքական որոշ ուժեր, որպես
կանոն մասնակցում են ընտրություններին եւ բնականաբար նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հետաքրքրությունը խիստ մեծանա եւ մոբիլիզացնեն իրենց ընտրազանգվածին եւ իրեն տրազագործը գա եւ իրեն քվեարկի նշելով, որ դա խիստ ճակատագրական ուրեմն ընտրություն է, ավարեր, եթե դուք չգաք ընտրության, ապա գիտեք, այդտեղ ուրեմն հաջորդի պատմության վերջակետը կդրվի։ Սա նորմալ երևույթ է, բնական է, որ այդպես էլ պետք է ասել, որովհետեւ նման կոչերը մոբիլիզացնում են ընտրողներին եւ ասեմ, որ ինչ ոչափում է հոգեբանական նշանակություն են ունենում, ինչ ոչափ հոգեբանական նշանակություն են, որտեղ եթե հաղթում է ընդդիմության ներկայացուցիչը, արդեն դա վերջնականապես ցույց է տալիս, որ ԿՊ-ն դա այսպես սոցիոլոգիական հարցում է դառել, ցույց է տալիս, որ ԿՊ-ն մեծ քաղաքներում առնվազն խոշոր քաղաքներում մեծամասնություն չունի, Վանաձորում ինքը չհաղթեց, Երևանում քաղաքապետ դարձավ այլ ուժերի կողմից, այսպես է, մանիպուլյացիոն գործանքի արդյունքում եւ ցույց է ինքը քաղաքային մասշտաբի բոլոր չդեն է ստացել, բայց քաղաքում մեծամասնություն չունի, որտեղ հիմնականորեն չգնաց ընտրությունները կան պատճառով եւ եթե Գյումրիները նույնակարգում, դա արդեն կարող են փաստել, որ ԿՊ-ն քաղաքներում այլևս կան վարչապետը, ոչ թե ԿՊ, որտեղ սա վարչապետի ընտրությունն է եւ ԿՊ-ի ընտրություն չէ։ Սա վարչապետը ուրեմն չունի, ուրեմն Գյումրում նույնպես ուրեմն ընտրություն, որտեղ իբան պետք է հասկանալ, դու չեք քվեարկում այնտեղ, այսինքն Սարիկ Մինասյանի օգտին անգամ ովելնա լինի ազգավորություն, բաց ազգավորություն, պրոֆեսիոնալ, ոչ պրոֆեսիոնալ, տվյալ դեպքում այդ անձնավորության հարցը չի կարող, տվյալ դեպքում գյումրեցին գիտի, որ գնում է քվեարկելու կամ Նիկոլին կողմից կամ դեմս, այդ սկզբունքով է այնտեղ հիմնական ոնց սկզբունքը լինում եւ քվեարկելու Սարիկ Մինասյանը, նա քվեարկում է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իսկ եթե չի ստանում Սարիկ Մինասյանը մեծամասնություն, նշանակում է վարչապետը այնտեղ մեծամասնություն չունի։